2026 թվականը կլինի փոփոխությունների, զարգացման ու ինքնակատարելագործման տարի, այն թե ով որքան հաջողակ կլինի մեծ մասամբ կախված կլինի նախապատրաստությունից, նպատակների ճիշտ նախանշումից ու ճիշտ էմոցիոնալ վիճակից։ Ցոլերին 20 ապրիլից 20 մայիս հաջողության ոլորտները ֆինանսներ, կարիերա, նոր ներդրումներ, ինչպես պատրաստվել։ Սահմանիր ֆինանսական նպատակներ և կազմիր գումարի պլան խնայողության ու ներդրումների համար։ 2026-ին հնարավոր են անակնկալ աշխատանքի առաջարկներ, բաց եղիր նոր փորձերի համար։ Ուժեղացրու վստահությունը հոգեբանական տրեյնինգներով կամ մենթորների հետ։ Խորհուրդ. փորձիր նոր հմտություններ սովորել, որոնք կօգնեն ապագա աճին։ Այդ եղջյուրներ, հաջողության ոլորտներն են մասնագիտական աճ, անձնական հեղինակություն, ինչպես պատրաստվել, որպեսզի հաջողությունը գա։ Պլանավորիր երկարաժամկետ նախագծեր, հատկապես գործարար ոլորտում։ Անձնական զարգացումը կօգնի կարիերայի բարձրացում ստանալ։ 2026-ին պետք է շատ ուշադիր լինել հարաբերություններում, ճիշտ մարդիկ կողքիդ լինելու դեպքում հաջողությունը կրկնապատկվում է։ Խորհուրդ. դիապազոնը լայնացրու, մասնակցիր սեմինարների և նոր կապեր ստեղծիր։ Երկվորյակների համար հաջողության ոլորտներն են հաղորդակցությունը, նոր ծանոթություններն ու գիտելիքները։ Պատրաստվել ինչպես։ Նոր հմտություններ սովորիր, կարճ դասընթացներ անցիր, որոնք կբացեն նոր հնարավորություններ։ 2026-ը հարմար տարի է տարբեր համագործակցությունների համար, հնարավոր է շփումների միջոցով ստանալ ֆինանսական կամ մասնագիտական օգնություն։ Եվ իհարկե խորհուրդը հաջողության մեծ մասը գալիս է ակտիվություն, սոցիալական ներուժի ճիշտ օգտագործումից։ Առյուծների հաջողության ոլորտներն են սեփական հմտությունների և ստեղծագործական պրոյեկտների զարգացումը, իսկ ինչպես պատրաստվել։ Զարգացրու քո տաղանդները, արտիստիկ, ստեղծագործական կամ առաջնորդական ջիղը։ Մի վախեցիր ստանձնել նոր պատասխանատվություններ, դրանք կհարթեն ճանապարհը առաջխաղացման համար։ Ընկերներիդ հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները մեծանում են։ Եղիր տեսանելի ու ակտիվ հասարակական ոլորտում, համաժողովներ, ցուցահանդեսներ և տարբեր պլատֆորմներ օգտագործիր ավելի ճանաչելի դառնալու համար։ Իհարկե 2026 թվականը դիմավորելու ճիշտ ձևը կարող է մեծապես ազդել տարին, ստեղծելով հաջողության, խաղաղության, դրական էներգիայի հիմք։ Ինչպես դիմավորել 2026 թվականը հաջողության և դրական էներգիայի համար։ Նոր տարվա պատրաստությունները ինչպես անել։ Առաջին հերթին տան մաքրություն։ Նոր տարի ընդունելուց առաջ մաքրիր տունը, հեռացրու ոչ անհրաժեշտ իրերը, չորացած, վնասված բաները։ Սա խորհրդանշում է անցյալի խնդիրներից ազատվելը և նոր էներգիայի համար տեղ ստեղծելը։ Ընտրիր վառ ու ուրախ գույներ։ 2026-ի համար լավ համատեղվում են ոսկե գույնը, ֆինանսական հաջողություն, կանաչը առողջություն և կապույտը հանգստություն ու գիտակցվածություն։ Ընկերների և ընտանիքի հետ համատեղ դիմավորում։ Ընտանիքի ավանդույթներ։ Նոր տարին դիմավորել ընտանիքի անդամների հետ կերակուրներ պատրաստելով կամ միասին խաղեր խաղալով, որը ստեղծում է կապ ու աջակցություն։ Եթե կան հյուրեր, պատրաստիր փոքր ու խորհրդանշական նվերներ, սեղանին ունեցիր հատապտուղներ կամ մրգեր, որոնք բերում են բարօրություն։ Եթե ցանկանում ես ունենալ ֆինանսական հաջողություն, ապա մրգեր շատ օգտագործիր ու հաց՝ որպես բարօրության խորհրդանիշ։ Կանաչի ու բանջարեղենի աղցաններ պատրաստիր առողջ ու երկար կյանք խորհրդանշելու համար։ Գրիր քո նպատակները և մտադրությունները 2026-ի համար, հետո դրանք կարդա բարձրաձայն կամ թող այրվի կրակով խորհրդանշելով անցյալի և իհարկե նոր սկզբի մասին։ Հանգստացիր սեղանի շուրջ փակ աչքերով, մտորիր անցած տարվա ձեռքբերումների ու խոչընդոտների մասին։ Ազատվիր անցյալի ծանր բեռից։ Ընտրիր զգեստ, որի համադրությունը կբերի հաջողություն։ Ինչպես արդեն նշեցինք, ոսկե գույնը ֆինանսական, կարմիրը սեր և էներգիա, կանաչը առողջություն։ Նոր տարուց առաջ հագուստի և աքսեսուարների մաքրությամբ զբաղվիր։ Այն խորհրդանշում է նոր սկիզբ ու էներգիայի թարմացում։ Ամանորի գիշերներ։ Ժամացույցը պատի վրա ծանր ու դանդաղ էր աշխատում, ասես ինքն էլ չէր շտապում բացել նոր տարվա դուռը։
Տանը լույսերը մեղմ էին, սեղանին մոմեր, իսկ պատուհանից դուրս քաղաքը շնչում էր ձմռան սառնությամբ։ Անահիտը մենակ էր ոչ թե որովհետև մարդիկ չկային իր կյանքում, այլ որովհետև այդ գիշեր նա գիտակցաբար ընտրել էր լռությունը։ Ամբողջ տարին ծանր էր անցել, կորուստներ, կիսատ խոսքեր, չկատարած երազներ, եւ հենց այդ պատճառով նա որոշել էր տարին դիմավորել ոչ աղմուկով, այլ ճշմարտությամբ։ Կեսգիշերից 5 րոպե առաջ նա բացեց հին նոթատետրերը, այնտեղ գրված էին անցած տարվա ցանկությունները, ոմանք կատարվել էին, ոմանք ոչ։ Անահիտը ժպտաց ու շշնջաց. «Դե լավ, գուցե ժամանակը չէր»։ Հանկարծ լույսը մի պահ մարեց, լռություն, եւ հենց այդ պահին դուռը ճռաց, որը միշտ փակ էր լինում, դանդաղ բացվեց։ «Տարօրինակ է», շշնջաց Անահիտը, դռան հետևում ոչ ոք չկար, բայց հատակին ընկած էր մի փոքրիկ ծրար, սպիտակ, առանց հասցեի։ Նա վերցրեց այն ու բացեց։ Ներսում ընդամենը մեկ նախադասություն էր գրված. «Նոր տարին չի գալիս, այն բացվում է»։ Ժամացույցը զարկեց. շուտով կեսգիշեր։ Այդ պահին Անահիտը հասկացավ մի կարևոր բան. տարին երբեք չի փոխվում միայն թվերով, այն փոխվում է այն պահին, երբ դու որոշում ես չտանել անցյալի վախերը քեզ հետ։ Նա վերցրեց մաքուր թուղթ եւ գրեց նոր ցանկություններ, բայց այս անգամ այլ կերպ, ոչ թե ուզում եմ, այլ պատրաստ եմ, ոչ թե թող լինի, այլ ես կանեմ։ Երբ վերջին մոմը հանգցրեց, դուռը փակվեց ինքն իրեն, բայց սենյակն արդեն ուրիշ էր, թեթև, լուսավոր։ Առավոտյան, երբ Անահիտը արթնացավ, ծրարը չկար, բայց սրտում մի վստահություն էր մնացել. 2026-ը լինելու էր իր տարին, ոչ որովհետև բախտը կգա, այլ որովհետև ինքը պատրաստ էր բացել այդ դուռը։